Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, աղջիկեք ջան, ստեղ կրեմ գանաշն եմ պատրաստել, տեսեք ինչ ընտիր է ստացվել, ստեղ հատապտղային միջուկն եմ պատրաստել ելակով, պյուրե, որպեսզի տորթը մեր ձևավորենք, կլուբնիկա բալես. Աստեղ աղջիկներս երեք այսպես էլի բիսկվիթ եմ թխել, փոքր ալիքում պատրաստման եղանակը, ամբողջ մանրամասը ասում եմ, թե ինչպես պատրաստել, որպեսզի արդյունքում սենց սիրուն բիսկվիթ ստանաք, ահա, չմոռանամ իրա համար պետքա սիրոպ պատրաստեմ, սիրոպ, բայց պետքա կտրել, այս մեկը կտրել եմ, այսպես, եկեք վայլելու, ահա, հիմա մի հատ կտրորդը կտրում եմ, միասին սուրճ ենք խմում, միջև այդ միջուկը հովանա, ես երեխեքիս կքնացնեմ կգամ ու կանցնենք տորթը հավաքելու, արդեն կրեմ չիզը պատրաստ է, միջուկը պատրաստ է, так, կրեմ չիզը տղասա պատրաստել, էլի փոքր ալիքում բաղադրատոմսը կա, չէ բալես, արդեն հերիք է, այս անգամվա տորթի համար բավական է, так, այս մեկ, երկուս, երեք, չորս, պետքա կտրենք, տանակը սուր ասուր տորթի, եմ դրել լզբասի երեք ճամ, մի հատ կոֆե կխմենք, նոր երեխեքին կքնացնեմ, ես վրայի շերտը հեռացնում եմ, երեխեքս են վայելում միջև տորթը պատրաստալինու, Вот так красиво черный, прямо на это труме. Չէ, որ ուղիղ եղնի, նայեք ինչ ընտիր է ստացել, բայց ճտճտուն ձենը լսում եք, այդպես, պատրաստեք սիրով և վայելեք, հետևեք փոքր ալիքին, որովհետև այնտեղ համեղ բաղադրատոմսեր են գալու, այնպես որ ուշադիր եղեք, աղջիկներ ջան, ան մեկը քեզ, մեկը Էրիկին, մեկը Էլինային, մեկը Արսենին, թշուր չանեք ընդեղ, խարաշո, հավասար երկու մասի են բաժանում, ուղղակի այս մեկի դեղնությունը երկու ձուն տնական ձու է, դրա համար դեղին է, իսկ այս մեկը սպիտակ է, տեսեք, մեկ, երկուս, երեք, չորս, հերիք կա, լավ բարձր կլինի, արդեն պատկերացնում եմ, թե ինչ ձև եմ իրենց հետ աշխատելու հարթեցումը, անուշ եղնի, բալես, ես է քեզ եմ սիրում տղես, միատ համը ես է տեսնեմ, չնայած որ շատ ենք թմբլիկաց է, արտապարք է, անտիր, ամբողջ ընթացքը ձեր հետ եմ նկարահանելու, քանի որ էկրում խոսք եմ տղել, մեծ ալիքում կնկարահանեմ, որովհետև շատերը փոքր ալիքին չեն հետևում, այդ իսկ պատճառով այս համեղությունը մենք միասին կհավաքենք իրար հետ, մի փոքր կարողա ձեզ համար դասընթաց լինի, ինչ-որ բան վերցնեք, տեսնեք, եթե չեք արել անեք, այնպես որ կարելի է կոչել մայստեր կլաս, այսօրվա վլոգը, շատ շուտ եմ արթնացել աղջիկեք ջան, ժամը 7-ին, դրսից գործերը վերջացրել եմ, եկետան գործերս վերջացրել եմ, երեխեքին կերակրել եմ ու անցել եմ կրեմները պատրաստեցի, ասեցի մինչև ձեր հետ կոֆե չխմեմ, գործանողը չէ, այնպես որ, ես մի հատ ծածկեմ, որպեսզի չչորանա,
Սպասելու եմ, բայց Գյորգին գատուն, որ իրար հետ հարթեցնենք, ասում է ես քեզ ձևերը ցույց կտամ ոնց հարթեցնես, ուղիղ լինի էլի։ Այսինքն այսօր է տորթը չկերանք։ Ինչ կարելի անել։ Աշխատանքի է Գյորգին։ Միջև վիճուկը սառեմ, միջև սիրոտ պատրաստեմ։ Մախիտը էսի պայում ասվա չէ։ Որ չչորանա կյանք։ Չեմ պահում։ Պրոստը դնում եմ, որ չչորանա։ Կոֆե եմ խմում։ Իր պատոն դասերը արդեն ուղարկել եմ։ Դասերի ընթացքը։ Իր պատոն պետքա երեխեքին քնացնեմ Մերիկ ջան ու հետո գնամ հողամաս։ Այնտեղ էլ մի ժամ, 2 ժամ գործանեմ, որովհետև չանելով չի լինի։ Ինչքան էլ զբաղված լինեմ, հողամասը չեմ մոռանում։ Դասերը դաս, գործը գործ, տունը տուն։ Եկա ինձ պաչես, մեղմերն եմ ջանիդ։ Իմ էներգիաները։ Ջան, մոժնը։ Ուտեմ ես ձեզ։ Շուր չանեք, հա, բալես։ Хорошо։ Ահա, սիրուններ ջան, եկեք կոֆե ստանեմ, մի հատ գնանք կոֆե խմենք ու գամ երեխեքին քնացնեմ։ Քնացնեմ նոր խմեմ չի լինի, որովհետև արդեն պետքա քնացնեմ ու շուտ տանից դուրս գամ։ Եթե քնացնեմ, խմեմ, արդեն ժամանակը գնում է, կարող է 10 րոպե ձեր հետ խոսեմ, իսկ երեխեքը շուտ արթնանան։ Իսկ գործերս կմնա։ Ույլա, պրեզմերնեմ ջանի, ուտեմ քեզ, համովա? Դա, պաչեմ? Պակա։ Երեխեքս ուրախանում են։ Մաման համով թխում է։ Так, կոֆե ստանեմ լսնեմ, աղջիկեր ջան։ Այնով ակրվում Արսենում է լվեն դուրը, բայց ես թագել էի, ոնց այլի բացվել է։ Դուք ինչ եք անում, գրեք տեսնեմ ինչով եք զբաղված, այսօր մտածեմ ինչ պետք է եփեմ աղջիկեք ջան։ Ինչ եփել այսօր, եկեք կրեմները լսնեմ տոպրակների մեջ։ Լավ խառնում ենք, օդը մեջից հանում ենք։ Անենց ընտիր կրեմ ոստացվել, հրնայք։ Ինչքան էլ որ իմանաս, ինչքան էլ որ անցած լինես, հա, պատրաստած լինես, դասերը լրիվ ուրիշ աղջիկեք ջան։ Դասերի ընթացքում այնքան նրբություններ ես սովորում, որ ուղղակի պետքա պարտադիր, եթե գործ ես անում, թեկուզ եւ արդեն պատվերներ ունես եւ այլն, պետք է պարտադիր վերապատրաստվես։ Օրինակ ես ինքս իմացել եմ, ինքնուսույց եմ եղել, ինձ ոչ մեկ չի սովորեցրել, բայց հիմա, որ արդեն սովորում եմ, ասում ինչ ճիշտ եմ արել, որ սովորեմ եմ, ինչ ճիշտ եմ ես ինքս արել, որ ընտրել եմ ու չեմ փոշմանել մի գրամ։ 150 գրամ ենք լսնում, այսիկա 150 գրամ, 160, արդեն ձեռքս էլ է սովորել գրամներին։ Որ հետո աշխատելը հեշտ լինի։
Ես նել կպահեմ զարդարման համար, ուզում եմ զարդարել։ Ինչ կարելի անել, հələ տեսնենք, վայ կոֆեի մասին մոռացել եմ, որ արդեն ընկնում ես տորթը, մոռանում ես ինչ պետք է անես, թե կարմիր վարդեր, հələ մի հատ ուզում եմ փորձեմ, աղջիկեք ջան, տեսնեմ, փորձը փորձանք չի բերում, ես էլ սիրում եմ փորձել, ուր եմ դրել բա փոքր թոփ դեկորների կարմիրը երկրորդ համարն է, նասատ կայլ ունեմ, բայց այսքանը շատ է փորձելու համար, սպասեք։ Ոյ, ես ինչ ձևով փողոց, ես յուղալույց ներկերն է, ջրալույցն էլ ունեմ, որտեղ որ աղջիկեք ջան հայ քեզ փագել ես ինչ ձև էր փագել ձևը կտանք բացելու սպասեք մի փոքր ներքով փորձեմ, եթե լավը ստացվեց կոֆե սեփեց, բայց ուզում եմ գնամ բալկոնում խմել եթե լավը ստացվեց արդեն տարբեր գույներով կանեմ, տարբեր ծաղիկներ, տերևներ, որպեսզի տորթս ավելի սիրուն լինի 7000 ենք դարել գառնան օրով, գառնան ամսում ու պետք է գառնանային տորթ ստեղծենք աշկաչափ եմ ասեմ, մեկը մեկից աշկաչափով так, եկեք ստեղ փորձենք փորձարկումներ անենք էլի, տեսնենք ինչ կստացվի մեկը ես փորձելու չեմ վախենում վերցնում ենք մոտավոր քանի 100 գրամա ուրեմն փոքր տոկակները եւ նասատ կեքը Եսի յուղալույցն է, լավ յուղոտ եկավ է լավ կարմրում է հիմա ձեզ գույնը ցույց կտամ մոդիկից անեմ ինձ համար սովորեմ ինձ համար դուք էլ ընթացքում կսովորեք եթե շատ կարմիր եք ուզում պետքա լավ կարմիր անեք գույնը շատ անեք բայց պետքա եթե վաճառում եք զգուշացնեք որ գույնը շատ եք լցրել եթե իրանց լեզուն բերանը կարմրի չմտածեն ինչից եղավ իհարկե ներկիցը նու տենց շատ կարմիր չի շատ ես ներք չեմ էլ ավելացնում որովհետև երեխեքս են ուտելու եթե շատ եք ուզում կարող եք ավելի շատ ավելացնել հիմա ես ունեի այստեղ փոքր համոններ իրանց վրա սիրուն զարդարեմ որպեսզի տեղափոխեմ սառնարան հետո հանելուց սրանց մասին է խոսքը հետո հանելուց
Ես նասատկան ենք փորձում, տեսնենք ինչ կստացվի։ Այս մեկը փորձում ենք ու գնում ենք։ Հələ տեսնենք կստացվի, թե ինչ եք մտածում։ Կստացվելու տարբերակ չկա։ Եթե կրեմը կայուն է, ապա կստացվի։ Նույնիսկ կարող եք մի 5 րոպե տեղափոխել սառնարան, եթե շատ է հետ եկել, հա, հետո կհանեք ու նորից կփորձեք, եթե իմ նման սիրում եք փորձել։ Ես մի հատը փորձում եմ ու գնամ կոֆե խմելու։ Եթե եղավ, արդեն տարբեր գույների ծաղիկներ կհավաքեմ, տարբեր տեսակի ու մեր սիրուն տորթը գարնանային կզարդարենք։ Քանի կրեմա։ Ես արդեն նասատկեն վրան է։ Պատկերացնում եք, չէ, որ ես խոհանոցում եմ գտնվում, ինչ է կատարվում մեր խոհանոցում, հատկապես որ փորձարկումներ եմ անում, արդեն ինքը գալիս է, նայեք, ինքան կայուն է, նասատկան չեք կպցնում ամանին, ինձ թվում է պետքա մի փոքր էլ սառի, հələ դուք տեսեք ստեղ, լավ թե հələ բերեք անենք, հետո նորից տեղը կդնենք, հա, պետքա սառի, ожидание чуда, так что կլինի, մի փոքր կարելի է այստեղ սպիտակ կրեմ լցնել, հենց անենք, որ կրեմը չգույնավորվի, ես պահիկը կլվանամ, նոր կտեղադրեմ։ Չէ, պետքա կրեմը սառի, շատ է հետ եկել։ Մա, Ջան։ կացիվի ծայիկ, մասայի կացիվի, այդ նայի է։ Առաջինը սիրուն դուրս եկավ։ Մամա, այդ նայի է, ծայիկի կացիվի։ Ֆորմեն վատը չի, բայց ավելի լավը կարա լինի, այնպես որ գնացինք կոֆե խմենք։ Ես հավաքում ենք նույն տեղն ենք լցնում ու մի խոսքով կլինի սիրուններս։ Նասատկեքի արտիկուլները եթե ցանկանաք, Վայլբրեսով եմ պատվիրել, կարամ ուղարկեմ ձեզ։ Կգրեք, մի փոքր կարող է ուշ եմ պատասխանում աղջիկներ ջան, ասենք հաջորդ օրը, բայց ամեն դեպքում պատասխանում եմ, փորձում եմ ինչքան էլ որ ես զբաղված եմ, ինչքան էլ որ տեսնում եք էլի, մեկ է ես պատասխանում եմ, մի փոքր ուշ կարող է լինի, բայց պատասխանում եմ։ Եկեք այսօր էլ այստեղ կոֆե խմենք աղջիկեք ջան։ Օդը մաքուր, ցիտիկները ծլվելում են, իսկ մենք վայելում ենք այս հանգստությունը, կոֆես խմեմ։ Գիտեք չէ, 2 անգամ արդեն եռացրել եմ։ Ասացի միջև այդ յուղոտ ամանները չլվանամ, տորթի հետ կապված կոֆե չեմ խմելու։ Այնպես որ լվացել եմ խոհանոց, հենա երևում է, նոր ցել եմ կոֆե խմելու։ Այս ինչ է։ Փաստորեն շոկոլադ է թռել այստեղ։ Եթե տեսահոլովակում տեսնեք, չմտածեք կեղտ է, շոկոլադ է։ Բալկոնը առավոտ շուտ աղնում եմ, թռչում եմ, որ փոշի վերև չբարձրանամ։ Շատ եմ սիրում, որ դուռը բացում ես ու ամեն ինչ պարյատկի է իր տեղում, հանգիստ։
Կոֆես վայելեմ, աղջիկիկ ջան։ Գնամ երեխեքիս քնացնեմ, դուրս գամ հողամաս, մի քիչ հողամասում կործանեմ։ Տորթը, չգիտեմ, սպասեմ Գյորգին գա։ Նու կրեմ չիզը կքսեմ, միջուկը կտեղադրեմ, առաջի շերտը կպատեմ կրեմով ու արդեն կտեղափոխեմ սառնարան։ Արդեն Գյորգի հետ սիրուն կհապաքենք։ Ասա կարևորը հոգնած չգա։ Եթե հոգնած եղավ, ուրեմն վերջ առավոտը կստաննա։ Այդպես գնաց առաջիկումը։ Փորձարկումներ արեցինք, մոռացա կոֆեից մասին։ Հիմնականում որ ունում ես կրեմի հետ աշխատելու, վերջ պետքա ոչ մի բանի մասին ուրիշ չմտածես։ Տեսնենք հլը կստացվի ծաղիկները, միշտ ցույց են տալիս սիրուն։ Եթե ստացվեց, արդեն կարելի է զեֆիրներ պատրաստել, ինչու՞ չէ։ Կամաց խորանում եմ զգում եք, չէ՞, տորթերի աշխարհում։ Կամաց դառնում եմ բլուշակագործ։ Ու Աստրիկը ասում ազգացել է Սաննային առաջին անգամ ես անում, շատ ընտիրակումոտ ստացվում։ Արդեն ես երրորդ գանաշն եմ պատրաստում, երրորդ անգամ, թե չորրորդ։ Ես մեկը ավելի յուրահատուկ ա եղել։ Ավելի ես փրփրած, կայուն, ջրիկ չի լուծվում։ Միգուցե կարակների տարբերությունն էլ է, բայց այն ժամանակ է բավականին թանկ է առնում կարակները, 170 գրամը 250-260 ռուբլի է տալիս։ Բայց ոնց որ ես մեկը ավելի ընտիր ա, չգիտեմ, նկարը հանել եմ, տեղադրել եմ դասընթացի չաթում, որպեսզի Աստրիկը տեսնի եւ գնահատի։ Միջուկը ելակի հատապտղային նորից առաջին անգամ էի պատրաստում ու շատ ընտիր ստացվեց։ Քայլերը, որ իր ասածով անում ես, չստացվելու տարբերակ չկա։ Նույնն էլ դուք, եթե իմ ցույց տված բաղադրատոմսերով պատրաստեք, ինչպես որ ես եմ ձեզ ներկայացնում, հա, այսպես ուշադիր նայեք մի քանի անգամ, նոր անեք, ես օրինակ Աստրիկի դասերը օրվա մեջ կարող է 3 անգամ են նայեմ։ Ասենք հիմա ինձ պետք է հատապտղային միջուկի դասը, ես 3-4 անգամ լավ նայում եմ, որ ոչ մի քայլ բաց չթողնեմ, լինում է, չէ, որ խոսքով ես ընկնում, գործով ես ընկնում, էլ մի պահը չես տեսում, մոռանում ես։ Դրա համար դուք էլ տեսանյութերը ձեզ տրամադրվում է, բացարձակ անվճար, մուտք գործելը անվճար է։ Դուք պետք է ուղղակի ուշադիր նայեք ու անեք։ Ինձ գրում են անջան, բիսկվիթը չի ստացվում, ինչ ձև ուզում անեմ, չի լինում։ Չլինելու տարբերակ չկա, եթե ընտրեք ճիշտ բաղադրիչները եւ շատ ճիշտ պատրաստեք, ինչպես որ ցույց եմ տալիս, ասենք ալիքում։ Ոնց կլինի չլինի։ Օրինակ իմ աղջիկս արդեն ինչքան ինձ նամակներ են ուղարկում, տարբեր տեսակի թխվածքներ որ ներկայացրել եմ, իրանք էլ թխում են, ուղարկում են ու ընտիր է, մեկը մեկից լավն է, նույնիսկ ինձանից լավ են թխում։ Այդ ձև կարելի ասել, շատ լավ է ստացվում։ Եթե շերտավոր խմորեղենները կարողանում եք թխել, բիսկվիտն ինչա որ չեք կարող։ Կարող է փչկումա ներսը չի բարձրանում վերև, դա արդեն կախված է ջերմաստիճանից, դուխովկայի։ Պետք է ջերմաստիճանը կարգավորեք, որպեսզի ինքը նորմալ թխի։ Թե չէ կողքերը թխում է, ներսը չի թխում։ Ինքը տաքությունը միանգամից տալիս է կողքերի, հատվածը բարակ այդ մասերն է, չէ, ուրցնում է, նեղը այդ մեջտեղը արդեն դատարկ է մնում, խմոր է մնում։ Դրա համար կարգավորեք, իջացրեք, բարձրացրեք, ամենացածր ջերմաստիճանի տակ դրեք 180-ը շատ բարձր է, ու եթե նոր եք սկսում, 170, 165 աշխատեք դուխովկային, որպեսզի գտնեք իր լեզուն։ Դե ամեն մարդունը տարբեր է, օրինակ ես իմս նոր եմ ձեռք բերել, հոյակապ թխում է։ Առաջինը թխել եմ գաթաներ, ճիշտ է իմ գաթայի խմորը այդ անգամ շատ պինդեր ստացվել, դա ալյուրի որակից էր, ոչ թե չափաբաժինից։ Ես միշտ ասում եմ ալյուրները մաղելով ավելացրեք, քիչ ավելացրեք, որը շատ խմոր չվերցնի, բայց ես այդ անգամ տապելով արեցի, ամբողջ ալյուրը ավելացրեցի, մտածելով, որ կարող է լավը լինի, բայց եւս մեկ անգամ համոզվեցի, որ չէ։ Ալյուրներ կան, որ շատ են ջուր տանում եւ քիչ են տանում, դրա համար պետք է մազ ավելացնեք։ Էկլերները թխեցի, ընտիր ստացվեց։ Բիսկվիտները արդեն երկրորդն եմ թխում, յուրահատուկ է թխում, արդեն լեզուն գտնում ես, ես
ցածր ջերմաստիճանի տակ եմ թխում։ Էդի տորթերի հետ կապված ինչ հարց կար, ուզում եի հարցերին է պատասխանեմ։ Հիշեցի։ Որովհետև եղնում է, որ երեխեք մոռանում եմ նույնիսկ։ Աննա ջան, ոնց ես այդքանը հասնում։ Երեխեք, հա ջան։ Էսա կգամ կհանեմ բալես։ Դու կարաս, այո, դու կարաս հանես, հանի տղես։ Ասում եմ միշտ ասեք, ես կարամ, եթե չստացվի, ես կփորձեմ։ Մինչև եթե դու չփորձես, դու չես իմանա, դու կարաս, թե չես կարա։ Հա, ոնց եմ հասցնում, շատ սովորական։ Աննա ջան, չես հոգնում ամեն օրի այդ գործերի մեջ, ոչ չեմ հոգնում։ Իսկ ինչու չեմ հոգնում, որովհետև ես այստեղ ամեն ինչ դասավորում եմ, կարգավորում եմ, այստեղ ժամերով գրված է, որ ժամին ինչ պետք է անեմ, ինձ ինչքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ես հանգստանամ, էներգիա հավաքեմ։ Ես հիմա ավելի շատ եմ գնահատում իմ ժամանակս, դա չգիտեմ, երևի տարիքի հետ է կապված, թե չէ։ Աշխատում եմ շատ քիչ խոսել հեռախոսով, կարելի ասել հիմնականում օրվա մեջ հաշված մարդու հետ եմ խոսում, դա իմ հարազատներս են, հա, իմ եւ ամուսնուս, այսպես ասեմ, հեռախոս շատ քիչ եմ օգտվում, հիմա էլ որ դասերն է եւ այլն, ես խորացված եմ իմ ուսուցման մեջ եւ իմ տան գործերի, հողամաս, գոմ, տուն եւ այլն, դպրոց, մանկապարտեզ, եթե Գյորգին տանն է լինում, ասենք այդ օր աշխատանքի չի գնում, այդ օրը մի քիչ ավելի շատ եմ հանգստանում, բայց հիմնականում ես հանգիստ եմ, ես չեմ հոգնում, ես չեմ բողոքում, գործերը, ոչ, եթե չանես, արդյունքից չես օգտվի, այդ մեկը պետքա գիտակցված անես, հիմնականում աղջիկեք ջան, ես ինչ չեմ կոտորում, այս հասցնեմ անեմ, այս անեմ, այն անկյունը մաքրեմ, այն մի անկյունը մաքրեմ, օրը մի անկյունը մաքրում եմ, ժամանակին ես մեկ օրվա մեջ ամբողջ տունը բորկայի անում, ու վերջում այսպես հալից ընկած գնում պարկում քնում էի, այն որ ես ինքս ինձանից չէի, ոչ մի բան չէի հասկանում էլ ինքս ինձանից, բայց հիմա ես համ գնահատում եմ իմ ժամանակը, համ իմ առողջությունը, որ գործը, որ շատ պարտադիր է, շատ կարևոր է, այդ պահին անում եմ, իսկ մնացած մաքրության հետ կապված գործերը, մաքրությունը ինչքան էլ անես, այդ մաքրությունը կա ու կա, ճիշտ է, չեմ անտեսում, բայց ամբողջ օրվա ընթացքում չեմ այդ մաքրությունն անում, բաժանում եմ օրերի, այս օրը ինչ գործը պետք է անեմ, այն օրը դարակները պետք է դասավորեմ, այն օրը պետք է սերվանդը լվանամ, այն օրը պետք է սենց անեմ, ու ես արդեն ունեմ իմ մոտ կանոնակարգված, թուղթ ու գրիչի վրա չեմ գրում ոչ մի բան, որ այս ժամին ես պետք է անեմ, այս ժամին այն պետք է ուտեմ, այս ժամին այն պետք է խմեմ, այս ժամին ստե պետք է գնամ, այդ իմ մոտ ընդհանրապես չի ստացվում, փորձել եմ 4-5-6 անգամ չի եղել։ Եվ հեռու եմ մնում այն տեսակ մարդկանցից, որ իմ մոտ միշտ լացում են, չեմ հասնում, մենակ եմ, այդ ինձանից շատ էներգիա է տանում, ես շփվում եմ, խոսում եմ այն մարդկանց հետ, ովքեր իմ նման չեմ բողոքում աշխատանքից, ավելի sense թեթև են նայում, չեն ծանրացնում գործը, վայ, ես էս պետք է անեմ, նես պետք է անեմ, ու այդ ձև ես հասցնում եմ ամեն ինչ։ Ճիշտ է, ձեզ ներկայացնում եմ ընդամենը 30-40 րոպե, դուք դրանից ենքոմ չեք տեսնում ես ինչպես եմ մաքրում, լվանում, դասավորում եւ այլն, դրսի գործերն եկա, որ ձեռքիս հետ անում եմ, բայց չեմ նկարահանում, կամ խանութ եմ գնում գալիս, կամ չգիտեմ, ինչ որ գործեր եմ անում, շատ բաները չեմ ներկայացնում։ Միգուցե հոգնած լինեմ, ես իմ հոգնածությունը երբեք ցույց չեմ տալի, վայ, հոգնեցի, վայ, էլ չեմ կարա, վայ, ես այդ տեսակ մարդկանցից շատ շուտ եմ հոգնում, ու իրանց այդ էներգետիկան իմ վրա ազդում է։ Պետքա ոնց շփվես շատ աշխուժ մարդկանց հետ, որ միշտ գոհ են, ուրախ են, շնորհակալ են Աստծուց եւ այլն։ Ես այդտենց ես էներգիա եմ վերցնում։ Այդտեղից է գալի իմ էներգետիկան, ես չեմ հոգնում, ես չեմ բողոքում, իմ մոտ չկա ես չեմ կարա, ես չեմ անում, ես չեմ ուզում։ Եթե դու ուզում ես բարելավել կյանքդ, պետք է անես։
արդյունքում որ դու ունես երեխաներ, ընտանիք, ամուսինդ աշխատում ադումած կարաս տանը նստես ու ասես չեմ հարցնում 3 երեխա ունեմ, չեմ, իմ մոտ չկա տես բաներ։ Դրա համար հիմա ես ավելի շատ խորացված եմ իմ այդ դասերին, աշխատանքիս YouTube-յան երկու ալիքների, որ ես իսկապես իմ ժամանակը ինձ չի բավականեցնում։ Գործերս միշտ էլ կա ու կա, իմ գործը երբեք չի վերջանում, հատկապես ես որտեղ գտնվեմ, այդտեղ գործ կա։ Եվ ինչ ասեմ, այդպես ես ամեն ինչ հասցնում եմ, այս սրանով։ Եթե ցանկանում ես, դու կարաս անես, եթե ոչ, ոչ։ Որ ասում եմ մարդու մտքին տեղ լինի, ամանում եղ կլինի, հիմա այդ է։ Դրա համար ես շատ աշխուժ եմ, ես շատ առույգ եմ, ես շատ ոնց ասեմ, էներգիայով լի եմ փառք Տիրոջը, Աստծո զանգերը ամեն օր ականջիս մեջը, եթե ինչ-որ միտեղ էլ ես արդեն հոգնում եմ, ասեմ Աստված ջան ինձ ուժ տուր, որպեսզի ես ավելի այսպես աշխուժանամ, ուզում եմ էս անեմ, այն անեմ, այդտեղ հասցնեմ, այնտեղ հասնում ու հասցնում եմ։ Դրա համար աղջիկեք ջան, պայծառամիտ եղեք, առույգ եղեք, երբեք մեկ բողոքի չկա, չի լինի, չունեմ, չի ստացվում, այդ չի-չի-չիները որ հանեք, ես կարամ, ես եթե հոգնած եմ, ես պետք է անեմ, ես եթե քնած եմ, ես պետք է արթնանամ, ես եթե հանգստանում եմ, ես պետք է վեկենամ ու անեմ, ու դա ձեզ ավելի շատ սենց առաջ կգցի։ Ու այդպես ավելի շուտ սենց կթռնեք, կհասնեք այնտեղ, նույնիսկ չեք պատկերացնի, թե ինչպես դա եղավ։ Իհարկե նաև այն պոզիտիվ մարդկանց շնորհիվ, ովքեր ձեր մոտ չեն լացում, չեն բողոքում, հակառակը ձեզ ուժ են տալի, դուխ են տալի, որ դու կարաս քո մոտ ամեն ինչ ընտիրա։ Օրինակ, որ Գյորգին գալիս է տեսնում, այսինչ բան արած, բան ասում, մի հատ չես հարցնում կնիկ ջան, ոնց ես արել, ասում է ես վստահ եմ, որ դու ամեն ինչ կարաս անես։ Այդ գիտեք, այդ երկու բառը ինձ ինչ է ձև էներգիա տալի։ Այսպես ես ավելի սենց առույգ եմ գործում, գիտեմ, որ իմ ամուսինս էլ է գնահատում իմ աշխատանքը, իմ արած դրածը, ասում է դու այնքան, ոնց ասեմ, կայացած ես, սենց ինքնավստահ ես, որ չես հույսը դնում, վայ, այս չի եղնի, այն չի եղնի, այն չի եղնի, ես կա կանեմ, չեմ անի, չէ, կա գործ, կա նպատակ, պետք է հասնես այդ նպատակից, պետք է այդ գործ անես, որ առաջ գնաս։ Իսկ եթե նստես ու նստած տեղը մնաս ոչ մի բան չանես, վերջ, այլ ոչ մի բան չես կարող անես։ Կմնաս նույն տեղում։ Հիմա ես շատ խոսեցի, բայց տեղին խոսեցի, միգուցե ձեզ մոտիվացնեմ, ինչու չէ, ստեղծեք, արարեք, աշխատեք, քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ շնչում ես, քանի դեռ ես գեղեցկությունը տենալու հնարավորություն ունես, քանի դեռ մատներդ, ոտներդ աշխատում, ստեղծիր, ուղեղդ էլ այդ, ստեղծեք, աշխատեք, արարեք, ու ամեն ինչ շատ լավ կստացվի, ու ամենակարևորը գոհացեք Աստծո տվածից, ու Աստված ավելի կքարապատկի։ Դասերից արդեն նամակներ գալի գնամ աղջիկեք ջան, երեխեքիս քնացնեմ, ու քանի հովա դուրս գանք դուրս, արևը գնաց, գործերը մնաց, հասցնում եմ, այս սենց վազքի մեջ եմ ես ամբողջ օրը, շատ գոհ եմ ու երբեք չեմ բողոքում, ու կարևորը արդյունքով ես հիանում եմ։ Դրա համար այսպես ձեզ էլ էներգիա եմ տալի, որ դուք վերցնեք ու օգտագործեք։ Ասում եմ ինձնից հասնում ատամ, դուք էլ կարող եք վերցնել և օգտագործել ձեր օգտին։ Ապես բալկոն ջան, որ հյուրընկալեցիր մի քանի րոպեով, գնացինք։ Լջուլ բազին նայ, ուտեմ քեզ։ Հավես եղանակա։ Աղջիկներս երեկվա վլոգում, ու փոքր ալիքի վլոգում արդեն ես ամբողջ հողամասը փորը վերջացրել եմ։ Հիմա ինչ ենք անում, մարգեր եմ բացում այս ծառից, այս ծառյուղությունով մինչև այն վերջը, որտեղ որ արդեն սերմերը դրած է, մարգերը բացում եմ, սիրուն փոցխում եմ ու արդեն այստեղ սերմեր եմ ցանելու։ Այստեղ ինքը լավ հավասար է, ուղիղ է ու լավ փխրուն այս հատվածը, սերմերի համար շատ լավ կլինի։ Իսկ այնտեղ արդեն վարունգ, վերևը լոբի,
Կարտոֆիլն է դե արդեն ցանը վերջացրել ենք էլ։ Իսկ այս կոմը տեսնեմ, պղպեղ, պամիդոր, սմբուկ, այս հատվածը պետք է լինի, էլի։ Հիմա ինչ ենք անում, երեխեքը քանի դեռ քնած են, Աննան անցնում է գործի։ Դուք էլ ինձ հետ։ Այնպես որ սենց ուղղությունով արդեն բացում ենք։ Դուք ծիտիկների ձենը, ծլվլոցը վայելեք։ Ես էլ իմ գործը անեմ, աղջիկներս։ Առու ենք բացում, ճանապարհ էլի, ոչ թե առու, որ չեմ հասցրե փոխվեմ, այսպես դուրս եմ եկել դուրս, ասքան դեռ երեխեքս քնած են։ Ուղղությունը ինձ թվում է ճիշտ կբռնեմ։ Ճիշտ է չեղավ, ոչինչ։ Մի փոքր էս կոմենկոմ քննություն չենք հանձնում։ Անձրև ագալու հասցնեմ, որ սերմերը որ ցանելու աշուտ ցանեմ, որ չուշանա էլի այս օրեքուց լինի։ Այս ինչ էր սերմակալած։ Նոր աղունիկները վերև պարում էին։ Միջև ասեցի նկարահանեմ, մնաց այն մեկը, որ ծափ են տալի, ձայնը գալիս է։ Միջև ասեցի նկարահանեմ, էդ էլ կանգ առան։ Հիմա եթե նորից անցնեմ աշխատանքի, էլի պետքա պարեն։ Ինչ խելոք են հավերը։ Ստեղ մի մարգը բացեցի, երկրորդը արդեն հարթեցրեցի, հիմա բացում ենք ու անցնում երրորդին։ Սենց սիրուն ման են գալի։ Հա ջուլբաս, դե շուշուտ անցարեն կոմ, նեն է սևոնա, ինքը որ սևա դրա համար են կանոնը սևո դրե, անցար, լվեր, են կոմ գնա։ Աղջիկներս մարգերը բացեցի, համ եմ, սամիտ, կոտ եմ, կարծեմ մաղադանոս, եթե չեմ սխալվում, տարբեր են, ցանեցի, 1, 2, 3, 4 մարկ ցանել եմ, այս երկրորդ մարգը, այս կոմից երկրորդը պահել եմ Ռեհանի համար, վաղը եմ վերևը կմաքրեմ նորից մարգեր կսարքեմ, ու տեսնենք էլ ինչ եմ ցանելու, խանութ կգնամ սերմերը կառնեմ, ու կգամ, հիմա արդեն ժամանակն է, որ գոմ գնամ, զգեստա փոխվեցի, ժամը 4-ն է, գնամ ջուրս էլ վերցնեմ ու գնամ, խոզերը ինձ են սպասում։ Վայ, չմոռանամ հավերին կեր տամ, հավերի կերը վերջացել է, պետքա տանեմ։ Խազերն էլ են ինձ սպասում, գալիս եմ, գալիս։ Այսպես շատ արագ անցնում է մեր օր աղջիկներս, այն որ ժամանակ չունես, նույնիսկ 2 րոպե նստես։ Մի գործը վերջացնում ես, անցնում են մյուսին, տորթը պետքա գնամ հավաքեմ, բայց մինչև խոզերին չվերջացնեմ, ոչ մի բան չեմ անելու, որովհետև արդեն ամպերը տեսեք սևացել է, անձրև է գալու։ Ասեցի Աստված ջան, ես բերքը հանձնում եմ հողին, իսկ դու օրհնիր։ Գնացի սիրուններս տանեմ խոզերին կերակրեմ ու տեսնենք որտեղ ենք միանում։ Աղջիկներ ջան, սերմերն եմ հանել։ Տեսնեմ ինչ ունեմ, այսքան լոբիկա, պետք է այսքան էլ ցանենք, մի մասը սկեսուրս ա բերեմ, մի մասը մեր հողամասինն է, մի մասը Աքսանի տվածն է, մի խոսքով, մի մասը Ստավրապոլից, այլն այստեղ հավերը 2 ձու էին ածել, 8 հավից ընդամենը 2-ն են ածում։ Հիմա այստեղ գտել եմ Ռեհանի սերմը։ Ես չգիտեմ ինչը ոնց է, հարց եմ տալիս Google-ով, ինչ ձև է Ռեհանի սերմը, սենց ցույց է տալիս։ Մնացել է այդ մի մարգը, տանը մետ է Ռեհան ցանեմ, բայց չգիտեմ որ մեկն է լավը։ Կեսը մեկից կգցեմ, կեսը այն մեկից, ինչ եղավ եղավ։ Զարթնել եք։ Էլինան քնած է։
Ես գոմերից վերջացրեցի, ես էլ ցանում եմ ու մտնեմ տուն տորթս հավաքելու։ Հաջար։ Հիմա աղջիկներս, քանի որ վստահ չեմ, հաստատ անձրև կգա։ Պետք է պարտադիր սերմերը ցանած ջրեմ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ջուր, բարձր տրամադրություն եւ անցնել գործի։ Ցնցուղը որտեղ էր դրած։ Ստեղ էր, ուրա։ Անենց եմ սիրում, որ սենց դուռը բացում ես ու սաղ մաքուր է։ Չեք պատկերացնի։ Այստեղ կարելի է մի հատ սեղան դնել աթոռներով, հարևանները գործ են անում, մաքրություն։ Ահա։ Բոլորը զբաղված են իրենց գործերով, սիրուններս։ Էլ տուն չգնացի։ Շորերս էլ չեմ փոխել, գոմի շորերով եմ։ Էս էլ ցանեմ ու նոր հանգիստ անցնեմ գնամ տուն, աղջիկեր ջան, Արսենս արթնացել, Էլինաս դեռ քնած է։ Երկու մար գնա։ Կե ամենքից քիչ-քիչ կլսնեմ, որ 3 տեսակ է։ Ինչ լավ ասում եմ, այդ հարցերը կա էլի չորմում, կրում ես, ձայնային էլ ուղարկում ես, ինչա նշանակում, բերում է։ Գործը երբեք չի վերջանում։ Ստեղ համեմն է։ Լավ ջրում ենք։ Չենք խնայում ջուրը։ Հավերին մի 2-3 քոս չեմ թողնի, մինչև ամրանան։ Պրիվետ կյանքս։ Արսենն ածերով անում։ Ահա աղջիկներս ամբողջը ջրեցինք, հիմա գնում ենք Արսենն ուզում է կլուբնիկները ջրի։ Այս կոմով արի, որ ստեղ էլ պետք է մաման մաքրի։ Արի։ Օգնեմ։ Արի, դու մեզ տղա ես։ Սխտորները նայեք թարմացնելուց հետո ինչ լավ են լավացել։ Կլուբնիկների ծաղիկները նայեք, ջրի։ Անկարջ տրորես։ Օպրես մերնեմ տղիս, մալադյեց։ Դա, սիրուն ջրի, որ հենց լավ կլուբնիկ տա, մենք ուտենք։ Մեջ չմտնես, բալես։ Ենքան որ ջրի, գնանք տուն, գնանք արդեն տորտը հավաքել, չէ հերիքա, հերիքա բալես, ես աստված պապիկը լավ կջրի, դուր։